Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 27-րդ գլուխ Իսահակ գործնե Հակոբը։ Երբ Իսահակ ձեռացավ ու իր աչքերուն դեսողությունը մտակնեցավ, իր մեծ որդին Եսավը կանչեց եւ անոր ըսավ. Որդյագս, անալսավ, ահա հոսեմ։ Իսահակ ըսավ. Ահա այժմ ես ձեռացած եմ ու մեռնելուս օրը չեմ գիտեր։ Հիմա գաղերսեմ, ար զենքերդ, գաբարջդ եւ աղեղդ, դուրս ելիր թաշտը, ինձի երեմը որսա եւ իմ սիրածիս պես ինձի խորդիկներ պատրաստե ու ինձի պերվորուդեմ, որբեսի մեռնելես առաջ իմ անձս քեզ օրտնե։ Ռեբեկա լսեց, երբ Իսահակ իր որդին Եսավի գխոսեր։ Եսավ թաշտը գնաց երեմը որսալու եւ փերելու։ Իսկ Ռեբեկա իր որդին Հակոբի ըսավ. Ահա ես լսեցի, երբ քու հայրդ եղբորդ Եսավի խոսեցավ ասելով. ինձի որս բեր եւ ինձի համար խորդիկներ պատրաստե, որբեսի ուդեմ ու մեռնելես առաջ քեզ դիրոջ արչեւ օրտնեմ։ Հիմա որդյագս, մտի գրե խոսքս, ինչ որ քեզի կպատվիրեմ։ Գաղերսեմ, թեպի հոդը կնա, անկի ինձի երկու լավ ուլփեր այցերեն, անոնցմե քու հորդ համար խորդիկներ պատրաստեմ իր սիրածին պես, ու հորը դար որ ուդե, որբեսի իր մեռնելեն առաջ քեզ օրտնե։ Հակոբ իր մոր Ռեբեկայի ըսավ. ահա եղբայրս Եսավ մազոտ մարդ մնե, իսկ ես լերգ մարդ մնեմ։ Թերևս հայրս զի շոշափե եւ խարտախողմը թվիմ իրեն, ու իմ վրաս անեցք բերեմ եւ ոչ թե օրտնություն։ Իր մայրը անոր ըսավ. որդյագս, քեզի քալիք անեցքը իմ վրաս թող ըլլա, միայն թե մտի գրե խոսքս ու կնա ինձի պերզանոնք։ Անալ կնաց, արավ եւ իր մոր բերավ, ու մայրը անոր հոր սիրածին պես խորդիկներ պատրաստեց։ Ռեբեկա իր մեծ որդին Եսավի ազնիվ հագուստներ արավ, որ դան մեջ իր քովեին, ու իր բզդիկ որդին Հակոբի հագցուց։ Այցի ուլերուն մորթերնալ անոր ցերկերուն եւ անոր լերկ վիզին վրա դրավ, ապա իր պատրաստած խորդիկներն ու հացը իր որդին Հակոբի ցերկը տվավ։ Անալ իր հոր կնաց եւ ըսավ. իմ հայրս, անիկա ասավ. ահա հոսեմ, թուն ով ես որդյագս։ Հակոբ իր հոր ըսավ. ես քո անտրանիկ որդիդ Եսավն եմ։ Ինձի ըսածիդ համացայնարի, գաղերսեմ, գանքնե, նստե ու գեր իմ երեես, որբեսի քու անցդ զիս օրտնե։ Իսահակ իր որդին ըսավ. ինչպես այդչափ շուտով կդար որդյագս։ Անալ ըսավ. քանի որ դերը քու աստվածդ իմ արջևս բերավ։ Իսահակ Հակոբի ըսավ. գաղերսեմ, մոդեցիր, որբեսի քեզ շոշափեմ, որդյագս, եւ գիտնամ թե արդյոք թուն ես իմ որդիս Եսավը, թե ոչ։ Հակոբ իր հոր Իսահակի մոդեցավ, անալ զայն շոշափեց ու ըսավ. ցայնը Հակոբի ցայնն է, բայց ցերկերը Եսավի ցերկերն են։ Այսպես զայն չջանցավ, քանի որ անոր ցերկերը իր եղբոր Եսավի ցերկերուն պես մազոտ էին, եւ զայն օրտնեց ու ըսավ. թուն ես իմ որդիս Եսավը։ Անալսավ. ես եմ։ Եվ ինքը ասավ. մոդեցուր ինձի, ու որդիս երեեն որսեն ուդեմ, որբեսի իմ անձս քեզ օրտնե։ Մոդեցուց անոր եւ գերավ, քինի պերավանոր ու խմեց, եւ անոր հայրը Իսահակ անոր ըսավ. գաղերսեմ, մոդեցիր ու համբուրեզիս որդյագս։ Անալ մոդեցավ եւ համբուրեց զայն։ Անոր հակուստին հոդը արավ, զայն օրտնեց ու ըսավ. ահա իմ որդիս հոդը դիրոջ օրտնած արդին հոդին բես է։ Ոստի Աստված դա քեզի երկնքի ծողեն ու երկրի բարարդութենեն եւ ծորենի ու քաղցուի արադություն։ Ժողովուրդներ քեզի թող հպատակին եւ ասկեր քեզի երկրպակեն։ Քու եղբայրներուդ դերը եղիր, ու մորդ որդիները քեզի երկրպակեն։ Քեզ անիծողը անիծյալը լա եւ քեզ օրտնողը օրտնյալ։ Եսավ գխնդրե Իսահակի օրտնությունը։ Երբ Իսահակ ավարտեց Հակոբը օրտնելը, հազիվ թե Հակոբ իր հոր
Իսահակին արջևեն ելած էր, անոր եղբայրը Եսավ, որ սորտուտենեն եկավ։ Անալ խորդիկներ պատրաստեց, իր հոր բերավ եւ իր հորը սավ. Իմ հայրս թող գանկնի ու իր որդին երեեն ուդե, որբեսի քու անձը ձիս օրտնե։ Անոր հայրը Իսահակ անորը սավ. Տուն ով ես։ Անալը սավ. Ես քու որդիդ, քու անտրանիգդ Եսավն եմ։ Իսահակ հույժ շատ սարսափեցավ եւ ասավ. Այն երեն բռնողն ու ինձի բերողը ով էր։ Ես քու քալետ առաջ փոլորեն գերա եւ օրտնեցի զայն։ Ալ անշուշտ անիգա օրտնյալ պիտի ըլլա։ Երբ Եսավ իր հոր խոսքերը լսեց, մեծ ու շատ թարն աղաղակը բարձրացուց եւ իր հորը սավ. Զիս ալ օրտնե, ով իմ հայրս։ Անալսավ. Քու եղբայրդ խաբեությամբ եկավ ու քու օրտնությունդ առավ։ Ինքը սավ. անոր անունը Հակոբ գոչվելուն համար է, որ երկու անգամ զիս խաբեց, անտրանգության իրավունքս առավ եւ ահա հիմա օրտնությունս ալ առավ։ Նաեւ ասավ. ինձի համար օրտնությունը չվերաբահեցիր։ Իսահակ Եսավի պատասխանեց. ահա զայն քեզի դեր ըրի, անոր բոլոր եղբայրները իրեն դվի, ծարաները լալու, եւ ծորենով ու քաղցույով անոր նեցուկ եղա, ալ հիմա քեզի ինչ ընեմ որդյակս։ Եսավ իր հորը սավ. իմ հայրս, քո օրտնությունդ միայն մեկ է, զիս ալ օրտնե, ով իմ հայրս։ Ու Եսավ իր ցայնը բարձացուց եւ լացավ։ Իր հայրը Իսահակ անոր պատասխանեց. ահա քու բնակությունդ երկրի բարարդութենեն ու վերեն երկինքի ծողեն պիտի ըլլա։ Քու սուրովդ պիտի ապրիս եւ եղբորդ պիտի հպատակիս, ու երբ անոր դիրաբեդես, անոր լուծը քու վիզետ պիտի գոդրես։ Եսավ ադեց Հակոբը այն օրտնության համար, որով իր հայրը օրտնեց այն, ու Եսավ իր սրդի մեջ ասավ. իմ հորը սուքին օրերը մոտ են, հետո եղբայրս Հակոբը պիտի սպաննեմ։ Ռեբեկայի պատմվեցան իր մեծ որդին Եսավի խոսքերը։ Ուստի իր բզդիկ որդին Հակոբը կանչել տվավ եւ անոր ասավ. ահա եղբայրդ Եսավ քեզի հանդեպ ինքզին կմխիթարե քեզ սպաննել զրակրելով։ Հիմա որդյակս, մտի գրե խոսքս, գանկնե, փախիր թեպի Խարան, իմ լապան եղբորս մոտ ու գեցիր ադենմը անորքով, մինչև որ եղբորդ ցասումը հերանա, մինչև որ եղբորդ փարգությունը քեզմե հերանա եւ իրեն ըրածդ մորնա։ Հետո քեզ անգե բերել գուդամ, ինչու ծեր երկուքենալ զրգվիմ մեկ օրվան մեջ։ Իսահակ կղրգե Հակոբը լապանի։ Ռեբեկա Իսահակի ասավ. Քեդի աղջիկներուն բաժարով ցանկես զզված եմ։ Եթե Հակոբ այս երկրի աղջիկներեն ասոնցպես քեդի աղջիկներեն գին առնե, այլ այս ցանկս ինչ պետք է ինձի։ Փառքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։